Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոնում նորածին երեխայի մահվան գործով կա մեղադրյալ։ Հիշեցնենք 2023 թվականին Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոնում նորածին երեխա էր մահացել։ Այս մասին ահազանգել էին ծնողներն ու պատմել եղելությունը։ Երեխայի հոր Արտյոմ Հովհաննիսյանի եւ հրաքրոջ խոսքով երեխայի մահվան մեղավորը բժիշկ Էդիկ Բաղդասարյանն էր։ Այս մասին դեռևս 2 տարի առաջ ահազանգում էին մահացած երեխայի հարազատները։ Ինչքան հիշում եմ, Էդիկը ասեց, որ բաները երեխան ծնվել է, մահացավ։ Աղջիկ երեխա էր։ Աղջիկ էր։ Ասեցի երեխան մահացածա ծնվե, թե ծնվելա նորա մահացե։ Ասես կարելի ասել, բանը մահացածա ծնվե։ Կարան գնանք պոլիկլինիկա Արեշի։ Իր հասկող բժիշկ գինեկոլոգ Մարգարիտան էլ ամեն ինչ ասի, երեք ստելա ինքը ասեմ վերջին անգամ երբ է ձեր մոտ էլ է ստուգման, ասեց ամսի 4-ին։ Ասել եմ ինչ որ խնդիր եղել է այդ վաղ։ Ասма չէ լրիվ նորմալ է, երեխու սիրտն էլ լսել ենք բաբախումը լրիվ նորմալ է։ Ըստեղել են լսել, ասել են նորմալ է։ Ես երեք դատա բժշկի մոտ եմ ելել, ասել են որ 17-25 սրտի բաբախում լսել են երեխու, 15-25 նույն վարոպեին, էլ երեխու սրտի բաբախը չեն լսել։ Արդյունքում երեխայի մահվան գործով կա մեղադրյալ, մասնավորապես Էդուարդ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա հանդիսանալով բժշկական օգնության եւ սպասարկում իրականացնող Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոն Փակ բաժնետիրական ընկերության բուժ աշխատող բժիշկ, մանկաբարձ գինեկոլոգ գտնվելով բժշկական կենտրոնում ոչ պատշաճ է կատարել իր մասնագիտական պարտականությունները, որն առաջացրել է ծանր հետևանք հանդիսացող պտղի մահ։ Գործը դատարանում է։